Նորմալ է, երբ որ քաղաքական ուժերը առաջնահերթություն են տալիս սոցիալական տնտեսական հարցերին, բայց պետք է հասկանանք, որ ստեղ տեսակների կռիվ է, լուրջ արժեքային համակարգի կռիվ է։ Ստեղ հայկական ուժերի ու թերքապատակ ուժերի միջև է պայքարը։ Այս ընտրությունը քանդողների, կառուցողների, հանձնողների, պաշտպանողների, նվաստացած արժանապատվությունը կորցրած մարդկանց եւ արժանապատվություն պահած ուժերի միջև է։ Իսկ գնալով նաեւ քաղաքական դաշտը կբյուրեղանա մասնակցող ուժերը եւ կարծում եմ մեր ժողովուրդը ընտրություն անելու լիարժեք հնարավորություն կունենա։ Չեմ ուզում նաեւ տպավորություն չլինի, որ մենք անտեսում ենք սոցիալական, տնտեսական, մեր ժողովրդի բարեկեցության հարցերը, սրանք մեր համար առաջնային են։ Բայց երբ որ բոլոր քաղաքական ուժերը շեշտադրումը դնում են հիմնականում այս հարցերի վրա, որ մտածելով սա է մեր երկրի գլխավոր եւ թիվ 1 խնդիրը, մենք այդպես չենք մտածում։ Մեր երկրի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը։ Ու նաեւ դա բոլոր սոցիոլոգիական հարցումներով մարդկանց հիմնական մտահոգությունը դա է։ Այս իմաստով էլ մենք շատ վստահությամբ եւ հպարտորեն ներկայանում ենք մեր ժողովրդին, որովհետեւ ամենակաղաքական, ամենակոփված, ամենափորձառու թիմով ենք հանդես գալի եւ նաեւ առնվազն անվտանգային հարցերում, արտաքին քաղաքականության հարցերում, տնտեսական լուրջ զարգացման հարցերում մենք ունենք իրավունք նաեւ նախկին փորձով, արած աշխատանքով ներկայանալու մեր ժողովրդին։